Ճիշտ ասած Էդգար Գրիգորյանի մեղադրանքը դողադակային առումով այնքան մեծ է, բայց ահագին ուշադրությամբ կարդամ, եթե գոնե Էդգար Գրիգորյանի գործողությունները տեսնեմ, բայց մեզ դժվարություն անելու, իր համար զարմանալի թե Էդգար Գրիգորյանի եսագրող արարքը ինչ կապ ունի Սիկագորի հետ Մոզեշյանի Հարգելի դատախազություններ առաքություններ չեն եղել, չկան առաքություն, որ տեսագրվի։ Ձեր մասով նախորդիվ կողմից առաքություն ներկայացվել է իրենց Բենյամին Գալեչյան և մեկ հոգի էլ, չէ՞։ Լևոն Բարսեղյանը ևս։ Շատ ավ իրենց նկարանը։ Ուղղակի այս ամբողջ մեղադրանքի ծավալի մեջ կարելի է մեկ նախադասություն է, որը բնորոշում է Էդգար Գրիգորյանի գործողությունների ենթադրյալ, որի իբր Էդգար Գրիգորյանը օժանդակել է Սեյրան Վանյանի կողմից պաշտոնական դիրքի օգտագործման հանցավոր ճանապարհով ձեռնարկված բազմապես կոչված շատերով աշխարհ դիրքի հետագա անխոչնդոտ դերակատարման օգտագործմանը, այսինքն ըստ որի վերաբերյալ մարմնի թողերի լրացման։ Բայց այս մեղադրանքի մեջ նկարագրված են ուսի գործողություններ, մասնավորապես վերաբերող Սիկագորի գրուպի կողմից շինարարական աշխատանքի կատարելու, ինչ որ մեկի կողմից վճարումներ կատարելու կամ չկատարելու վերաբերյալ, ռազմական ոստիկանության աշխատողների կողմից ինչ որ տեղ պահակություն իրականացնելու վերաբերյալ, որը բացարձակապես կապ չունի այս մեղադրանքի հետ, ուսումնասիրելի այս ծավալի ուղղակի ձևակերպումի և կատարանի գործ ուղղակի ծավալային առումով ծանրագրել։ Ինչ վերաբերյալ մեղադրանքի հետ կապված դիրքորոշմանը պաշտպանական կողմը այդ մեղադրանքը չի ընդունում, քանի որ Էդգար Գրիգորյանը երբևէ որևէ մեկին չի օժանդակել որևէ աճուրդի հետ կապված, առավել ևս որևէ մեկին տիրանալու, տիրապետելու, օգտագործելու, առավել ևս անխոչելու, առավել ևս Սեյրան Վանյանի պարագայում։ Շատ լավ, խնդրեմ։ Քանի որ ամեն դեպքում
սպիտակականություն ուղղվածով է մեղադրանքը օրինարինս ուղղվածի օրինարություն, այսինքն հանցավոր ճանապարհով ստացված օրինականացումը փոխելները զգացումը ստիպված են անդրադառնալ նաև դրան, թե հաստատական չկա, որևէ ձևով կոնտակտ օժանդակի եւ այլն, բայց անդրադառնում նաև դրան, ինչ են ասում, ըստ մեղադրանքի Սևան ազգային պարտի տարածքում պետական սեփականություն հանդիսացող օգամասի վրա 2010-15 թվականներին որոշակի ինքնական կառույց է իրականացվել, որը փաստացի Սևանյանի հաննալ է եւ կարողպես կաշառք, հետո հետեւաբար կառուցապատման իրավունքով օգամասը ձեռքբերելով Բենյամին Փայլյանը օժանդակել է պարոն Օհանյանի հարգելի դատարան։ Ես չգիտեմ հայտնել բոլորին, քրեականի մասնակից չեմ, շատ հազվադեպ գործեր զբաղվում, այս տնտեսական փոխհատուցված ավելի շատ քաղաքացիական եւ նվաճական եւ բնականաբար գիտեմ ես, որ քաղաքացիական ուղեցույցի համաձայն 68 հոդվածի, հատկապես այդ ժամանակահատվածում գործով, եթե պետական սեփականություն հանդիսացող օգամասի վրա ինքնական կառույց է կառուցվել, դա օրենքի ուժով անվանում է պետության սեփականությունը։ Մասնավորապես Օգային օրենսգրքի հենց այդ ժամանակահատվածում գործող թույլատվությամբ ինքնական կառույցը երկրորդ մաս պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող օգամասում գտնվող ինքնական կառույցի նկատմամբ ճանաչում է պետության կամ համայնքի սեփականությունը անկախ նրանից, թե ով է այն կառուցել։ Իմ պատկերացմամբ, եթե դա կառուցվել է, դա դրան կառուցող պետության սեփականությունն է գրանցում պետական։ Դա չի կարող օրինակ ինչ-որ անձի համար կաշառք համարել, որտեղ դա պետության գրանցում։ Օրենքի ուժով այլ տարբերակ չկա։ Ուղղակի է սահմանված, այստեղ ես գտնում եմ խնդիր կա եւ այդ հողը, որտեղ եթե նկարագրում ենք ինչ է պարոն Օհանյանին վերագրվում Բենյամին Խալեչյանի առաջադրված մեղադրանքում, դեռ ասում եմ, որ պարոն Օհանյանը տեսել Սերան Օհանյանի կողմից իրապես տնօրինվող կառույցները նկատվում եւ այլն այդ հողի նկատմամբ գտնում են տնօրինվող տնօրինները գույքը կարող են միայն սեփականատերը, բացառապես սեփականատերը, թեմայի մեջ ներառում են օգտագործումը, իրապետում նաև տնօրինումը, որը օտար է վաճառել եւ այլն։ Ուրեմն օրենքի ուժով այս գույքը կարող է դառնալ միայն պետական սեփականություն եւ ոչ մի դեպքում կարծում եմ չկարող անձին դրված կաշառք համարվել։ Հետևաբար այն ինչ որ վերաբերում է Բենյամին Խալեչյանին, նաև այդ առումով չի կարող լինել, այսինքն դեռ կաշառք չի կարող լինել Բենյամին Խալեչյանի դրա հետ կապված որոշակի օժանդակություն, ոչ թե կաշառքի, այլ հողերի բացման հետ կապված որոշակի օժանդակություն լինի վերաբերվել։ Ընդ որում նշեմ, որ
ազգային պարկի տարածքը որևէ այլանդի չէր կարող անցնել դա։ Հագին դա դրա։ Մեղադրանքն կապ Բենյամին Հակոբյանը թաքցրել է, որ շինություններ կա, թեև այդ թաքցնել, չթաքցնել է իրական չի, որտեղ արդեն ասեցի պետության սեփականությունն է, մրցույթի ժամանակ ներկայացրել է հաստատներ ծրագրել, ամբողջ գործով դնում է, որ Բենյամին Հակոբյանը ասում է, ես մրցույթի մասնակցելուց չեմ եղել եւ փողը չի տեսել։ Ամբողջ գործով դա է եւ բարոյ իրականացնող մարմինն է ըստեյությանը դնել դա որևէ ապացույց չկա, որ մնացել տեսել որոշ շինություններ կա եւ այլն։ Սա է բարոյում, այսինքն հաստական հանգամանքներ կամ առաջադրված գործողություններ եւ դատված, որոնք ուղղակիորեն հակասում են գործով ձեռք բերված ապացույցներին։ Եվ բնականաբար Բենյամին Հակոբյանը բոլոր ինստիտուտներում ինչ ասել չի ասել, բայց ասել է, որ իրական մեր փողը ձեռք էր իր համար ինքն է քաղաքացիական գործեր կան, ինչեր հայտարարում են փողը պահպանել, որովհետև հայցադիմումներ կան, որոնցով վիճարկվում են պայմանագիրը, մրցույթը եւ այլն, ինքն է իր շահերը պաշտպանում է գործով եւ փորձում հասնել դրան, որպեսզի իրավունքը չդադարեցվի։ Այս կանը։ Ընտրեմ բաղմանում է։ Այլ ես եմ, նախնավորությունը ասեցինք նախում, իլուցերս։ Ես կա հարկի Չավայ դախները, ես հարկի դատա, մեղադրանքը չի ընդունում պարոն Բարսեղյանը, նրանց դատավորյալ ցուցմունքներով եւ ընթացիկ հայ բականների կողմից հրավիրել անցավ։ Շատ ընտրեմ։ Այլ դատարան, անեն մեղադրողը հրապարակեց մի բացման խոսքը, անդրադարձավ իմ պաշտպանյալին վերսագրված առաջին, սակայն այնպես է չասեց, թե խոսքը վերաբերվում է խմբի կազմում իմ պաշտպանյալի կողմից անցավար կատարել հասնի, թե չէ, որտեղ երբ նայում ենք հացին պաշտպանյալից Սերան Մոհանյանի, Էդգար Գրիգորյանի եւ Հարեշյանի ներկայացված մեղադրանքներին, ապա բոլոր մեղադրանքներում խոսք է գնում իմ վստահին պաշտպանյալի կողմից 4 միլիոն դրամով կաշառքի կապված մեսագրով առարկը կապվում է դա Սերան Մոհանյանի հետ եւ ուզում եմ հասկանալ խմբի կազմում այս 4-ի հետ կապված մեղադրանքը, եթե խմբի կազմում թող հստակեցին ավելի մեղադրողը եւ ամենակարևորը ակիդատը։ Քրեական դատավարության 12-րդ գլուխը, հանձնվեց 101 հոդվածի, սահմանում է, թե ինչ է անցանում ապացույցությունը, որ գործով առկա փաստական հանգամանքները պետք է ապացուցեն դրանք ինչպես հասարակի համանշանակություն ունեցող եւ այնպես էլ դրանց հաստատման համար ապացույցները հավաքելու, դրանք համակցության մեջ բազմակողմանի օբյեկտիվ հետազոտելու հիմքով։ Դատավորը հանրային մեղադրողը հրապարակեց նաեւ այն ապացույցները, որոնք որ ըստ բաղադրական կողմի ենթադրում է հիմնավորում է ավելի ճիշտ, այն հաստատ որ իմ պաշտպանյալը իրականում 58 միլիոնի կաշառք է վերցել։ Եվ հետաքրքիր է, որ հրապարակված ապացույցները, որ փորձում էր հիմնավորել իմ պաշտպանյալի մեղքը, այդպես էլ զրույցան չներկայացվեց 2018 թվականին նշանակված, 11 թվականին ավարտված, 15 թվականի հոկտեմբերի 7-ից 16:03 գործակալության եզրակացությունը։ Այս եզրակացությունը քրեական գործի իմ պաշտպանյալի մասով եւ նաեւ այն 3 մեղադրյալների մասով ապացուցման մեղք։ Հիմա անդրադառնանք դրան հիմնավորեն նաեւ այդ մասով։ Ուրեմն տեսեք, հակի դատարան մեղադրական եզրակացությունը նշում է, որ Գրիգորյանը հանցանալով պաշտոնական անձ, իր վերահաս պետական քաղաքական պաշտոն զբաղեցած պարսաշնորհ պաշտոնական անձից ստանալով հանձնարարություն, այդպես է որևէ ապացույց չկա հանձնարարության մասով, կազմակերպել է վերջինիս կողմից փաստացի օգտագործող Սևան ազգային պարակի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող Գերաժնիկի կանոնի առաջին փոխով 75 հասցեի 10,526 տարածքներ տարածք վերակառուցող կառուցող լողավազանի շոթե գաղտնիքի վերանորոգման վերակառուցման աշխատանքներ։ Նախ նշել, որ
Ագիտատարան դեռ ոչ վերանորոգման աշխատանք է կատարել, ոչ վերակառուցում։ Քանի որ Հայաստանում գործող խոսքը վերաբերում է շինարարական բնակավարում նորմերի համարներ կարող են նշել ՀՇՆ 20/2006 եւ ՀՇՆ 1/3/01/01/2008 Այդ նորմերով սահմանվում է ինչ նշանակում վերանորոգման աշխատանք, ինչ նշանակում վերակառուցում, այնտեղ ոչ վերանորոգումը իրականացել, ոչ վերակառուցում, այլ կառուցման աշխատանքները, ճոգեբաղնիկի որոշակի հատվածում։ Հիմա խոսք դնում է եւ շարունակում են մեղադրանքի մեջ շարադրանքը հիմնավորող ենթադրյալ 15 թվականի ապրիլին իբր դիմել է Յանուջակյանի պաշտպանյալը։ Դիմել է Յանուջակյան ենթակարգադրատեխնիկական բաժնետի պաշտպանուց զբաղեցած Գրիգոր Բաբսարյանի ընտանիքի պատկանող Սիտագրուպ ՍՊ-ընկերության միջոցով իրականացնել համառոնցի դողալազանի եւ շոկեբաղնիկի նորից վերանորոգման վերակառուցման աշխատանքները։ Ախնորոգում արգիդատարան նախնից գոյություն ունեցող շինության մասին որ վերանորոգվում է, իսկ վերակառուցումը գոյություն ունեցող շինությունը կառուցվածքային փոփոխում է։ Երկու հանգամանքներ առկա չեն դա դեպքում։ Հիմա անդրադառնանք արգիդատարան այն փաստին, որ ներկայացրել է ենթադրյալ փաստի, որ ներկայացրել է հաղորդակցական նախաքննական մարմնի անունից հանրային մեղադրողը նշում է, որ Սիտագրուպ ընկերությունը իր ֆինանսական միջոցներով վերնշել համառացում կատարել է շուրջ 64.5 միլիոն դրամ շինարարական աշխատանքներ, որից հետո շինարարական աշխատանքներ կատարեցվել ընկերության ֆինանսական միջոցները սպառողի պատճառով։ Նախաքննական մարմինը պարտավոր լինելով պարզել, թե արդյոք տվյալ տարածքում Սիտագրուպ ընկերությունը որպես ընկերություն աշխատել է թե չէ, թե այդտեղ աշխատել են, ասենք Սիտագրուպ ընկերությունը որպես նրա ներկայացուցիչ Գրիգոր Բաբսարյան կամ Լևոն Բարսեղյան ուղղակի որպես մասնագետ այդտեղ են գտնվել եւ այդտեղ ներգրավել են տարբեր աշխատողներ, ոչ իրենց ընկերությունից։ Դրա համար ինչ պետք է անել, նախաքննական մարմինը նշանակել փորձակնություն մի շարք ոլորտների։ Սկսած նրանից արդյոք 64.5 միլիոն դրամ Սիտագրուպ ընկերությունը այդ ժամանակահատվածում իր բալանսում ունեցել թե ոչ մեր արդյոք ընկերությունը շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ որոշակի գույքեր, որոնք որ պետք են եղել այդտեղ կառուցապատման աշխատանքներ կատարել, ձեռք բերել է թե չէ ընկերության անունից, այսինքն բանկային շարժը մուտք եւ այս կանխիկացման փաստարկով կանխիկ է գումարվեցրել, փոխանցում է կատարել, փոխանցված պարագայում ինչ նյութ է ձեռք բերվել եւ արդյոք այդ նյութը տեղափոխվել է, ասենք մեքենայով նալվեցող մեքենաներին հաշվապահական փաստարկներ կան, որեցվել է այդ մեքենաներով բեռը տվյալ հասել, թե մեկ ուրիշ տարածքում շինարարություն է իրականացել եւ այդ փաստով փորձել է հիմնավորել ենթադրյալ մասնակցությունը։ Չունենք փորձագիտական եզրակացություն եւ պատճառաբանել, որ Սիտագրուպ ընկերությունը այդ կատարել որոցի աշխատանք, աբսուրդ է արգիտատը։ Ապացուցումը որպես այդպեսին պետք է իրականացվել, ինչպես նշեցիք, քրեական դատավարության 12 հոդվածով, օրենսգրքի 12 հոդվածով ամրագրված պահանջներով։ Եթե ուզում են բարձրին պետք է նոր ապացույցներ ձեռք բերել, նոր ապացույց նրա փորձակնություններ, դատա հաշվապահական եւ աուդիտորական փորձակնություն, նրա գումարային շարժի եւ գումարների արկայությամբ եւ ոչ թե դերերի որ 64 միլիոն ուկես ծախսել է գումարը վերջացել։ Որտեղից են վերցրել 64.5-ը, ասեն, վկաների ցուցմունքներն են, վկա Շարադակիրանց, Լևոն Բարսեղյան, Գրիգոր Բաբսարյան։ Եվ ամենազարմանալի որն է, ագիտատանը որ քիչ առաջ նշեցի, որ 18 թվականի նշանակված փորձակնությունը, որը 19 թվականի հոկտեմբերին ներկայացվել է վարորդն նախաքննական մարմնի, որից է հղում եւ այս ապացույցը ներկայացնելով մեղադրանքի հիմքում չդնելով մի նպատակ է հետապնդել։ Այն է իրական ծախսայ ենթադրյալ չասեմ, այն դողալազանի վրա կատարված աշխատանքների մասով թափսանելու եւ փորձելով 58 միլիոնը ներկայացնել կաշառքի որպես գումար, դրա մասով դեռ առանձին կանդրադառնամ ինչի ինքնով։ Ուրեմն նշեմ, որ ագիտատարան այս փորձակնության եզրակացության հետևությունների մասում փորձագետները նշել են, որ տվյալ տարածքում նույնիսկ վեճի առարկա վիճաբանության փաստ հանդիսացող այն, որ Սիտագրուպի տնօրենը մատնանշել է 50 ենթադրյալ աշխատանքների մասով ինքր աշխատանք են կատարել, իսկ տեղի պատասխանատու պատճառաբանները, որ այդ աշխատանքները իրականում չեն կատարվել, մասամբ են կատարվել, նույնիսկ եթե ընդունենք 50
Ենթադրյալ աշխատանքներ կատարելու հանգամանքը, գործագետները տվել են հետևյալ եզրակացություն, հետևությունների մասում ընդհանրապես նշվում է, որ կատարված աշխատանքները կազմում են 14 միլիոն 120,000 դրամ, իսկ մենք իրական գործունեությունում ունենք, որ 10 միլիոն վճարվել է բանվորի, ոչ թե սիտապրոպի, այլ այդ աշխատող այդ աշխատանքը կատարող բանվորի։ Եվ եթե ասում իրականական անձ եւ ԱՀ-ով է աշխատում, դա 19 միլիոն։ Այսինքն գործագետը արդեն իսկ հուշել է քննիչին եւ հստակ դատախազին, որ արգելիներս պարզեք այդ իրավաբանական անձը 19 միլիոն։ Եթե ֆիզիկական անձը 14 միլիոնի աշխատանք է կատարել։ Սակայն ինչ ենք տեսնում արի դատարան։ Սույն դատական գործունեության ընթացքում ապացույցներին եւ որպես այդպեսին երբ ներկայացնում էր արգելի հանրային մեղադրողը ներկայացրեց 25 թվականի ապացույցները, համաձայն որոնց մի դեպքում գնահատվել էր ամբողջ գույքը, ամբողջ տարածքում գոյություն ունեցող շինության ամրագրված գույքը շուրջ 124 միլիոն, իսկ շոկեբանիստը, որը գտնվում է մեկ առանձին շինության մեջ, 59 միլիոն։ Հիմա հարցը առաջանում, ես հասկանում եմ, ես գործակնությունը չեմ դրել ապացուցման հիմնասի չհրապարակեց։ Ես սրան անդրադարձ չի կատարել։ Միայն գործունեությունում արկայով սենց գործակնություն նշված է գումար չափերը։ Ինչի չի դրվել, որովհետև այն 58 միլիոնը, որ ենթադրյալ պաշարքի գումար են համարում, հաստատ է ստացվում ամբողջ շենքի գումարը 59-ը, լողավազանինը 1 միլիոն տարբերություն է տալ, 58-ը լողավազանինը, ամբողջ շենքը 1 միլիոն։ Այս աբսուրդի ժանր ագիտատը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Քննիչը ինչից ելնելով այդ 58 միլիոնը 5 ընկնում է, ասեմ, երբ ես իմ պաշտպանյալի հետ գնացել էի փաստով պայմանավորված նախաքննական մարմին եւ այդ փաստը առաջադրեցի քննիչին, ասում ես դու նայեք ինչ է ցիծան մասնապան դարձան հիմա դե գրել են դու դատարանը որոշի։ Այսինքն ինչ նշանակում գրել են դատարանը որոշի։ Հիմա եկել դատարան ագենտական թուղթի որոշի կարող քննիչ ինձ ասել եւ միջնորդում էի որ վերանային առաջադրված մեղադրանքի հետ ծավալի պահով եւ նաեւ աշխարհ գտելու պահով մը դրան է բանալու։ Վերջինս ներքից ասում արդեն ավարտվել է խաղեր չկա լողարկում են դատարան։ Սա է բառացի հապուսակցություն պատասխանը իր դեմ նույնիսկ եւ հարց կնարկել։ Թե ինչով է պայմանավորված որ չցանկացան այս հանգամանքին անդրադառնալ։ Գործակցության եզրակացությունը եթե ապացույց չեն դիտարկում, ապա ինչին ուղարկել գործակցության։ Եվ ինչու չեն դիտարկում այդ պարագայում, ինչով պատճառաբանած հիմնավորում դիվել է։ Երկու գործակցությունները, որոնք նախաքննական մարմինը նշեցի ներկայացրել որպես ապացույց, վերաբերում արդեն 25 թվականի։ 25 թվականի գործակցությունների դրանք արգելի հանրային մեղադրող ներկայացրեց, որոնցով նշեցի, որ մի դեպքում գնահատված գույքը նշվում է 124 միլիոն 892,000, այդ թվում լողավազանի վերարտադրման արդյունքը 59 միլիոն 715,000։ Այսինքն ամբողջ լողավազանի, ոչ թե կոնկրետ լողավազան բացելը շինության մեջ է գտնում։ Ամբողջ այդ շենքը գնահատվել է 59 միլիոն։ Սա նշենք, որ շահի դատարան իրականում հանրային մեղադրող պարտավոր է հիմնավորել այս փաստը, թե ինչով է պայմանավորված 58 միլիոնի մեղադրանքի համարին կամիսացած զուտ շահագրգիռ անձնացությունները եւ ամենաաբսուրդն ասեմ արգելադարան, ինչը ասում մեղադրական եզրակացությունը։ Ուրեմն Աշոտ Գրիգորյանը գործելով վերոշել պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաշան պաշտոն անձի բարձրաշան պաշտոնատար անձի դիտության եւ հանձնարարության չունեն ոչ հանձնարարություն։ Ոչ դիտություն հրաժարվել է տրամադրել հիշալ գումարը 58 միլիոն պատճառաբանելով որ նշված աշխատանքների դիմաց վճարվելի առանձնապես տոշոր չափերի շուրջ 58 միլիոն դրամ գումարը համարվում է նախկինում հրատարակային կողմից հայտարարած մրցույթներով նրանց ընկերությանը հաղթող ճանաչելու գնումների շրջանակներում կատարած աշխատանքներն անխոչնդոտ ընդունելու ցանցման վճարումներ կատարելու համար այսպես կոչված ակտի, այսինքն կատարվում է։ Նախ անդրադառնանք մի կարևոր հանգամանքի։ Երբևիցե մեղադրանք չի կարող երևակայական կամ ենթադրական լինել, պետք է հստակ լինի օրենքի պահանջում։ Ինչ է նշանակում նախկին։ Երբ 5 տարի, 7 տարի շրջանահատվածում 10 տարի, մի տարի չկա դա, այսինքն ոչ հստակ երևակայական պատճառաբանություն աբերված։ Երկրորդը, ամեն գումարի եւ 58 միլիոնը պետք է ամեն տարվա ենթադրյալ
գնումների մասին օրենքի, գնումների մասով մրցույթների մասնակցելու հաղթելու փաստով կանոնարով սիտագրվի կոնկրետ տվյալ տալու, ինչքան աշխատանքի հետ կապված գնումներով մրցույթում շահել են, ինչքան գումարը կազմել, հետո դրանք գումարների տարբեր տարիներում կուտակ էին դառնել 58 միլիոն, այդ 58 միլիոններ հիմնավորին վերեն ասենք այս սա է հիմնավորված քաշարքի գումարը, բայց քանի որ ագի դատան ունենք մենք Կոստակիտական եզրակացություն, որտեղ 58 մասի միլիոն մասը խոր չի գնում, այլ եթե խոսք գնա ֆիզիկական անձանց մասով 14 միլիոն, այստեղ նշել են, որ իրավաբանական անձ որպես այդպիսին չի գործել, քանի որ չի ականացել արդեն նշած համապատասխան փորձարկությունները բարձրելու արդյոք մասնակցել տվյալ շինարարության թե ոչ։ Եվ ամենահետաքրքիրը գնումների մասին օրենքով իմ պաշտպանյանը, միշտ զբաղեցած պաշտպանյանը որևիցե մասնակցություն կամ գործողություն չես կարող դատարել։ Այդ ապացույցը դրանից որ չեք կարող դատարել, ինչի մասով նաև իր դիսկորոշումն հայտնել։ Սույն գործով Լևոն Բաղդասարյանը որ ասաց, Լևոն Բաղդասարյանը կներկայացնի լրացուցիչ 334 հոդվածի հիմքով այդ ապացույցը վերջինս պնդում է, ով է բանաշոտ դիտորը, որ գնումների մասին օրենքով մասնակցություն ունենար եւ գնումների մրցույթների կամ որևիցե ձևով կազմակերպել այդ մրցույթներում երկը մրցույթի ասեն։ Այսինքն ինչ են ստանում հավի դատարան։ Ունենք մի իրավիճակ, ես դեպ չեմ զարմանում արդեն, ես վերջ 4 տարի բազում քրեական գործերում զբաղվել եմ տեսել, որ իմ համար արդեն զարմանալի չի։ Ունենք մի իրավիճակ, որ նախաքննական մարմինը նկարել է քրեական գործը իմ պաշտպանյալի մասով միանշանակ։ Մնացածների բացառությամբ չեն գնահատականներ։ Հարգելի ուրիշ հայոց լեզվով Հարգետան, ուրիշ որակում որ ես տամ, ամուր եմ հարգետատարան, տներեք, գնահատական դատարանը կտա, դուք ընդհանրապես լավ չեմ ներկայացրել, դեպքում ասեմ, որ տվյալ դեպքում ունեմ համոզում, որ քննիչը, որ իրականացրել է քննությունը, կամ մասնագիտական ունակությունների որակի ակնհայտ ցածր մակարդակը ունեցել, կամ դիտավոր դարձան, հիմա ես ձեզ զգուշացնում եմ, որ մասնագիտական ունակությունները հարգետատարանի չէ, իրավական բան, գնա ինչ գիտեք։ Գործի նյութերից եմ ասում, ես ինչ պաստերը նշել են, հիմա հետազոտման ժամանակ հատարնատ կներկայացնենք, հիմնավոր Արդ իրականացնող նախաքննական մարմինը գտել է, որ առկա է մեղադրական եզրակացություն կազմելու հիմքեր, կազմել ուղարկել է դատավարական ղեկավարում իրականացնում դատախազը։ Դատախազը գտել է, որ մեղադրանքները հիմնավոր են դատարան ուղարկելու է քրեական գործում ուղարկել են դատարան։ Դատարանը վերջնական որոշում կկայացնի։ Որևէ մեկի իրավաբանական գիտելիքներին կամ ունակություններին կամ ձեռնահասությանը գնահատականներ չտակ։ Հարգելի դատարան, ես գիտեմ, որ դատարան արդարադատություն իրականացնում դրանում չեմ կասկածում, բայց իմ դիրքորոշումը այս գործի հետ կապված եւ մի անգամ ասեմ, հարգելի դատարան, ԱԳԻՄ-ը մանձը ենթարկվում է քրեական հետախուզման, սահմանափակվել է նրա շարժը։ Դատարանը ծանրաբեռնել է մեկ լրացուցիչ գործով, որը որ այս մասով կոնկրետ պաշտպանյալը չգիտի դատարանը։ Չգիտեմ մնացած մասով ինչ քննություն կգա, ոնց կգա, բայց այն փաստերը, որ հարգելի դատարան, ես չեմ կարող նայել ու ասել, որ մածունը սպիտակ չի, սև է։ Էսի համեմատություն եմ ուզում բերեմ, հիմնավորեմ, որ հենց փաստեր են բերել։ Աղավարակող փաստն է սա, անօրինական, անիմն փաստեր։ Աղավարակող է սա, չնայել, չտեսնել, խուսափել, ներկայացնել, ինչ է նշանակում, օրինակ, այս նույն գործակալությունը ինչի չներկայացել, որպես ապացույց իմ պաշտպանյալի կողմից կատարված հանցագործության ենթադրել։ Հարց առաջան, ուղարկել են, դրամական միջոցները ծախսվել, աշխատանք կատարել, ինչ չի ուղարկել։ Հիմա ես ասում եմ փաստ, որը որ իրականության համապատասխան խուսափել է սա ներկայացնել, որտեղ հատուկ իրենց պետք է եղել, որ պաշտպանյալի ներկայացնեն առաջ բերեն դատարան։ Ուրիշ բան չեմ տեսնում։ Մնացածը կներկայացնեն արդեն ընթացքում դեպքում են, որ իմ պաշտպաններին առաջադրված մեղադրանքը, նաև նրա մասով Սերյան Մանյան, Ղալեչյան, Գրիգորյան չասել, մյուսի մասով, որ փորձել են ներկայացնել ինչ-որ կապ բերել դրանց հետ, օրինակ Էդգար Գրիգորյան, աբսուրդի ժանրության դատարան, դեպքում են, որ մեղադրանքը իմ պաշտպանների մասով ակնհայտ անիմն է, ու դրա հետ կապված չի ընկնում մի պաշտպանների շիրեն առաջադրված մեղադրանքը, դրա հետ կապված դատաքննության ընթացքում կներկայացնեն ավելի մանրակրկիտ փաստեր հիմնավորող ապացույցներ, այսքան։ Շատ լավ, բայց ես ասեցի, որ համասպետական սեփականություն է ասում, որ ըստ մեղադրանքի հենց նույն մեղադրանքն է հաղորդում եմ արել կադաստրի կոմիտե, այս ապրիլի 17-ին խնդրելով հայտնել այս
Գրաֆիկ առաջին փողոցի 71 հողամաս ում սեփականությունն է, ապրիլի 20-ին ստացել է պատասխան, որ հողամասը գտնվում է Սեփականազգային պարկի տարածքում, սեփականության տարածքում դրանց ստացել Հայաստանի Հանրապետության արարողանով, բայց այսօրվա հողամասը պետական սեփականություն է եւ մենք այլ կարգավորում հաղորդակցական օրենսգրքի 188 պետական սեփականություն պատկանող հողի վրա կարծես պետական սեփականություն կարող լինել գործում է այսօրվա դրությամբ։ Շատ ոնց բան կալսան։ Իրավական որոշակի ձեռնացության, ներողություն միգուցե կողքի տնջի, բայց կողքություն դամուշկերս են նախինում նոմաները։ Տեսեք, իրավականները ասում են, երբ որ ասելիքը կար ասա, բոլոր մարդիկ, ովքեր գերագության հետ որոշակի շփում ունեն, ասում են, երբ որ ասելիքը պինդ է, գրած է կարճ։ Մենք ունենք մի այլ իրավիճակ, երբ որ իմ կարծիքով հարկա է որևէ բանի մասին չասող փաստարկած, եւ նրան տրվել է այսպես ասած իրավական կողմ։ Խոսքը վերաբերում է բացառապես իմ պաշտպաններին։ Մեղադրանքից իմ բոլոր գոլեգաները, այստեղ հարավացած մեղադրանքները, պաշտպանյանները, գիտակից մարդիկ են, իմ գոլեգաները բաց են մոտակայքի պրոֆեսիոնալները եւ ես վստահ եմ, ամեն մեկը ես չափով ես պաշտպանություն իրականացնեմ։ Բայց իջնում եմ ցանկան ուշադրություն դարձնել, նամանավանդ այստեղ հատկայ զրում ներկայացուցիչ։ Իմ պաշտպանյանը Արծվիկ Գարինյանի մեղադրանք չի ներկայացվել, նույնիսկ կասկածանք չի ներկայացվել, հողերի դրվածման, կաշառքի կամ նմանատիպ այլ արանքի օժանդակության մասով։ Դա կարևոր է ֆիքսել, որովհետև իմ պաշտպանները ոչ միայն անձ է, որ բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, այլ վերջինս Հանրային ծառայողը հանդիսացել, ներկայումս բարձրաստիճան պետական պաշտպանական անձ է, հետագայում էլ վստահ եմ իր ներդրումն է ունենալու Հայաստանի պետականաշինության։ Իմ պաշտպանյանին չի առաջադրել որևէ մեղադրանք, որը իր մեջ ենթադրում է գույքային օգուտի ստացում կամ իր կամ այլ անձի կողմից։ Դա ֆիքս է։ Իմ պաշտպանին ներկայացվել է մեղադրանք Գրական օրենսգրքի նախին Գրական օրենսգրքի 208 հոդվածի 2-րդ մասով, որը ներկայումս համապատասխանում է Գրական օրենսգրքի ներկայիս Գրական օրենսգրքի 441 հոդվածի որոշակի հոդվածի։ Ու տեսեք 13 թերթից բաղկացած քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է, որը կազմել է մեկ այլ դատակազ իմ հարևանի դատավարական ապոնենտի գոլեգաներից, ում ևս պատիվում են ճանաչելու մասնագիտական դժույթում, եւ այս 13 թերթից բաղկացած քրեական հետապնդումը
վերջից կարող է տեղավորեցնել նույն մտքով առնված են մաքսիմում 2 թերթի վրա։ Ինչ է սրա մեջ ասում երկը, չցիտեմ են ամբողջ մեղադրանքը, որովհետև իմաստը կորում է ձերի օբովանդակության մեջ, ծավալի մեջ, ոչ մի այդքան բակը չի լսում։ Արդյատը, տեսեք, իմ պաշտպաններին վերսագրում է այն, որ վերջինս հանդիսացել է հանդիսանալով բնապահպանության նախարար 2016 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2018 թվականի Իր պաշտոնն է, ոչ թե առանձին ակտով, ոչ թե ընտրովի, վերջինս հանդիսացել է նաև համապատասխան հանձնաժողովի նախագահ։ Չէ, ներողություն։ Բնության հատուկ պահպանող ծառայությունների վրա ֆինանսական ներդրության նախագծման նվազեցման պահպանական կառավարության բաժնի կատարման նկատմամբ վերահսկողության, այսպես ասած, ինստիտուտի ներքո, էության ներքո, վերջինս հանդիսացել է բնության հատուկ պահպանող տարածքների գործունեության հանձնաժողովի նախագահի պաշտոնները հանդիսացել է իր պաշտոնն է։ Եվ ինչ է իր պաշտոններին ներսագրում, որ թերիպը այստեղ հավաքված անձանցից մեկին պատկանող գույքը, որպես այդ անձին ճանաչելով, մտերիմ խմբային շարքից ելնելով, ներկայացվել է որպես իշեր հանձնաժողովի նախագահ, ներկայացվել է որպես ուղղակի դատարկ հողամաս։ Չի տեսել որպես հանձնաժողովի նախագահ, որ այդ հողամասի վրա արքային շինություններ, որ այդ հողամասը ծանրաբեռնված է շինություններով։ Հակառակ դեպքում այն պրոցեսը, որ պետք է իրականացվել, չէ իրականացվում։ Տեղադրենք իրությունը կամ նրան։ Ու հարգելի քննիչները, հարգելի դատախազը նշում են, որ դրանով իմ պաշտպանյալը խախտել է ինչ-որ իրավական ակտեր, որոնց մասին կոնկրետ չկա, ու դրա արդյունքում անձի կողմից արդեն իսկ օրինականացված, ապօրինի ճանապարհորդված գույքը վերջնականապես օրինականացվել։ Պատվարժան դատարան, որոնց մասնագետներ են կոնկրետ քրեական գույքի, որը գիտելիքներ ունեն։ Տեսեք, ցերկական երկաթը դոկված քրեական ունեցքի։ Ինչ է նշում։ Դնում է կարևոր, պաշտպանական անձի կողմից նախին օրենսգրքի։ Ներկայիս է ներկայությունը պաշտպանական անձը չարաշահում է իր լիազորությունները, գործողության կամ անգործության։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը դա գաղտնի չի։ Հստակ ֆիքսում է, որ յուրաքանչյուր պաշտպանական անձ կարող է իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են օրենքով կամ իրավական ակտերով։ Դեռևս այն ժամանակվա սահմանադրությունը չէ պարտադրում օրենք, բայց պարտադրում էր առնվազն նորմատիվ իրավական բազա։ Այդ էությունից բոլորիս համար պարզ է դառնում, որ եթե օրենքով կամ իրավական ակտով սևը սպիտակի վրա ֆիքսված չի, ընդ որում նորմատիվ իրավական ակտը պետք է ընդունված լինի սահմանված կարգով։ Ֆիքսված չի անձի պարտականությունը որպես պաշտոնական անձ։ Դա դեպքում Մարզիկ Մինասյանի որպես բնապահպանության նախարար կամ հանձնաժողովի պաշտոնյա նախագահ որոշակի գործողություն կատարելու կամ չկատարելու եւ ենթադրաբար Մարզիկ Մինասյանը կատարում է որոշակի գործողություն կամ չի կատարում, առնվազն պետք է լինի հարգելի դատախազը, հարգելի քննիչը, նախագահական մարմինը, արդեն դատախազը ի վերջո դատարանը դատավճռ պետք է ֆիքսի։ Սևը սպիտակով Մինասյանը օրենքի էսկետով կամ նորմատիվ իրավական ակտի էսկետով պարտավոր է կատարել այս գործողությունը, չի կատարել կամ կատարել է այլ ձևաչափով, օրինակի հակառակ դեպքում 3-8 դոկվածի մասին խոսել է, դա պարզապես իմ կարծիքով բարձրակոչ չի, բայց ծաղրանք է քրեական իրավունքի նկատմամբ։ Նման նշում 13 թերթանոց քրեական հետաքննության մասին որոշման մեջ չկա։ Մինչև նա չի անհրաժեշտ։ Թե ըստ մեղադրանքի կողմի Մարզիկ Մինասյանը հանդիսանալով բնապահպանության նախարար գնում է հանձնաժողովներից մեկի նախագահ լինելով ինքը հանդիսացել է հողին տեղեկությունը
բացի, թերթում է հանձնաժողովների մարդկա բոլոր փաստաթղթերը։ Դա նույնիսկ ֆիզիկապես է նույնով չի, սա հասարակ կառավարության մեջ չի մտնում, բայց ըստ մեղադրանքի հարցը գումնասյանը ամենուր պես թերթել է, ծևան ազգային պարտի հետ կապված է, հանձնաժողովը, ինչ նուք կա թերթել, Սերյան Օհանյանը, այս հարցի հետ կապված։ Ուշնաբեր Սերյան Օհանյանն այլ անձա, բայց Սերյան Օհանյանի փող կապացվածություն։ Ես հետաշ չեմ ուզում ուտում, հետ անձը կապ ունի Սերյան Օհանյանի հետ, կապ չունի Սերյան Օհանյանի հետ, շինությունը կա, շինությունը չկա, Պարոն Օհանյանը շինությունը կառավարություն չունի, դա վերջինիս փաստաբանների դիրույթում է գտնում, ես վստահ եմ նրանք կապացություն, այն ինչ որ ապացուցման ենթակայել չէ, բայց մենք չուզում ասում Արծիք Մինասյանը բնապահպանության նախարարչի աշխատել է հանձնաժողովի նախագահ հանձնաժողովի քարտուղար, որը էլի քննադատման ենթակա բան չի, բայց ինչև է։ Պաշտոնական լիազորություն չարաշահելու համար բացի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշից, իմ կողմից նշված լիազորության հատկանությունից, լիազորության ֆիքսումից, պիտի լինի կարևոր հանդիպում, դա սուբյեկտիվ կողմն է։ Սուբյեկտիվ կողմը այս պայմաններով դիտավորությունը, նպատակը, շարժառիթը, հարգելի դատախազը, որպես շարժառիթ ինչ է նշել։ Մի այս այն նշել, հանդիսանելով պաշտոնյանց, խմբային շահերից ելնելով չի կատարել իր սարավական պարտականությունը։ Ու ոչ մեղադրանքի մեջ կառուցված է, որ գույքը Սերյան Օհանյանինն է, Արծիք Մինասյանը խմբային շահերից ելնելով օգնել է Սերյան Օհանյանին ու վնաս է պատճառել պետության։ Վնասը դեռ չեմ անդրադառնալ, վնասի մասով Մարգարիտ Պոլեկյան ասաց, բայց այստեղ մենք ունենք իրավիճակ, որ անձիկ նույնիսկ փաստեր են խաղում։ Սերյան Օհանյանը եւ Արծիք Մինասյանը նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներ են 2018 թվականից 2021 թվականից սկսած։ Սերյան Օհանյանի ու Արծիք Մինասյանի խմբային շահերի արկայության մասով գոնե մի փաստական կգնա, այս գործունեությունը պետք է լինի։ Ամենայն ազնվության գործունեությունը ամբողջությամբ է կապված։ Մի կարևոր հանգամանք։ Սերյան Օհանյանը դուրս է եկել Պաշտպանության նախարարի պաշտոնից, Իդրումի համաձայն պաշտոնից 2016 թվականի սեպտեմբերի 25-26-ի գուցե ես սխալ 16 թվականի սեպտեմբերի Արծիք Մինասյանը անցել է պաշտոնի հետ կառավարության կազմում 2016 թվականի սեպտեմբերի 27-ին 2018 թվականի մայիսի 12-ին գործից դուրս է եկել Արծիք Մինասյանը և Սերյան Օհանյանը չեն գտնվել նույն քաղաքական կուսակցության մեջ, չեն գտնվել նույն քաղաքական դաշինքի մեջ, խոսքը վերաբերում է դեպքերի, 18 16 թվականից, դեպքը վերաբերում է 16 թվականի դրությամբ չեն եղել նույն կառավարության կազմում, որ օրինակ կառավարության նիստից հետո սուրճ խմելուց կամ ծխելուց հիպոթետիկ Պարոն Օհանյանը ասում է գիտես ինչ Մինասյան ջան, նա տարածք ունեմ արի հարցերով։ Օրինակ եմ էլի իմ անունը չէ, կամ այլն։ Նույն քաղաքական դիրույթում չեն եղել։ Հարգելի պարոն Օհանյանը եղել է պրոֆեսիոնալ զինվորական։ Հարգելի պարոն Մինասյանը եղել է պրոֆեսիոնալ տնտեսագետ։ Նրանց ճանապարհները չեն հատվել։ Ավելին, պարոն Մինասյանը հանդիսացել է և հանդիսանում է իմ դերևս իմանալով գրեթե ոչ դիտակից կյանքը հանդիսացել է Հայ Հեղափոխական Դաշնակցության կուսակցության անդամ։ Հիմա անդամ եղել։ Պարոն Օհանյանը մինչ պաշտոնից դուրս գալը քաղաքական որևէ կուսակցության չի հավել, դրանից հետո առնվազն 16 թվականից մարդիկ կան իրենց հիշողությունը կարճ է, բայց վստահ բոլորս հիշում են։ 16 թվականից հետո հարգելի պարոն Օհանյանը վերցրել է ուղիղ ընդդիմադիր կուրս գործող կառավարության։ Եղել է ընդդիմադիր քաղաքական գործիչ։ 2016 թվականից սկսած։ Դա բոլոր։ Դա վերականգնություն է տալիս։ Հիմա ասածս որն է, եթե ես պիտի պաշտոնական լիազորությունս չարաշահեմ, պետք է ունենամ շարժարիթ։ Հարգելի պարոն Հայրապետյանը ասում է, Մինասյանի շարժարիթը չի եղել, պետությանը նկատի վնաս տալը, չգիտեմ։ Կամ ինչ-որ նկատ, ասում է, կոնկրետ շարժարիթ է, խմբային շահ
Սերան, հուշերի Վանյանի հետ, այդ նվային շանի մասին, որևէ նշում չկա, որ դա պարզապես չկա։ Հիմա այս պայմաններում, դերում մնաց 300 նախապսված անցել։ Ավելի, քիչ հիմա իրավաբանությունից գնամ քիչ հեռ։ Տեսեք, Արմենի գլխավոր հատվածը ազգային ժողովում համապատասխան հարցիկ են նրան ժամանակ, պայմանների մասով, սա ևս իրավաբան է։ Ողջույն ձեզ։ Ինչ նշեց։ Նշեց, որ որպես հավացուց Սերյանում մուշկը Արծիկ Մինասյանի արարքի մասով։ Վկայ կոչեց Արծիկ Մինասյանի կողմից տրված վկայ դատավարական կարգավիճակում դեռևս 2015 թվականի տրված ցուցմունք։ Որտեղ Արծիկ Մինասյանը, այսպես ասած, հուշելով նախաքննադատի, տվել է ամբողջական նկարահանություն այս պրոցեսի, ոչ թե կոնկրետ պրոցեսի, այլ կոնկրետ գույքի, Սևան ազգային պարկի հետ կապ ունեցող գույքի կամ համապատասխան հանրային ժողովի հետ առնչություն ունեցող գույքի օրինականացման ընթացակարգի մասով։ Այսպես ասած, պարոն Մինասյանը, լինելով բարձր մակարդակի պրոֆեսիոնալի ոլորտով, քննչական անձին հուշել է ինչ անել, օրինակ մեղադրել առաջ։ Հավերժական, ես միգուցե ծիծաղ առաջացնի, բարձր մակարդակի պրոֆեսիոնալը, ես այդ մարդու միանշանակ համարում եմ բարձր մակարդակի պրոֆեսիոնալ։ Հայաստանի Հանրապետությունը գլխավոր հատվածը։ Այդ հանգամանք է նշել։ Ու թերևս էլ չի նշել ինչ ապացույց։ Մենք գործը ուսումնասիրել տեսնում մի ապացույց։ Ավելի, սույն գործը չի հարուցվել, այսպես ասած, հեղափոխությունից հետո։ Սույն գործը հարուցվել է դեռևս 2017 թվականի պատվաշնորհատը։ Սույն գործը քննվել է 18 թվականից սկսված։ Իմ պաշտպանյալի մեղադրանքի առաջադրել 2026 թվականի հուլիսի 8-ին։ Արագ միշտ։ Ինչպես 20 հուլիսի 25 թվականի հուլիսի 8-ին։ Ներողություն։ 20 թվականի հուլիսի 8-ին։ Արագ խաղադատախազնոց դերմիշտացությունը ներկայացրել, պանորանի մասով ու պանորանից ինչից հետո ներկայացրել եմ վերադրել։ Ես պնդում եմ, ես յուրաքանչյուր գործի երկով չշարունակված անդողնական դիտոր, եթե պատկերացնի գործը ամբողջությամբ, վստահ կգա իմ եզրահանգման, բայց որևէ անդողնական դիտոր չի կարող, իսկապես չի կարող կարդալ, նույնիսկ եթե նրան հասում լինում, հավես էլ չի ունենալու կարդալ ներողություն։ Սույն գործի 1400-ից բաղկացած նյութ է։ Ով ոչ մի։ Ես ամենայն պատասխանատվություն հայտնում եմ, որ իմ պաշտպանյալի մեղադրանք ներկայացնելու միակ իրավական նպատակը, իրավական, չափերով իրավական, հրադադավարական նպատակը երևի այն, որ իր հետ ծանոթ, իր արդեն նույն քաղաքական ուժի մեջ գտնվող անձին, այսպես ասած, ճակերտալով ցավացնում, ովիտ ասած ակնարկվում է, որ գիտեք ինչ, այդ ձեր ընկերներ, ձեր ուսակիցներ, ձեր դիաներ, նստի մեղադրյալի աթորին, գնատում, նստի մեղադրյալի աթորին, գնատում, ինչ է ոչ գիտեմ, ինչ կլինի։ Այլ իրավական, քրեադատավարական նպատակ սա չունի։ Եվ իմ կարծիքով, որը դա թողում եմ ասում էլի գործ երկով շարադրված կողմնակի դիտորդներին։ Եվ այն նպատակ, որ հայտնեն, որ ընդդիմադի ամենախոշոր ուժի երկու ներկայացուցիչ փաստում են թալանչի։ Մեկը թալանել է, մյուսը օգնել է, որ թալանացը օրինականացնի։ Հալա այդ դեպքում չեմ մեղադրել 300-ի երկրորդ մասը։ Որովհետև իմ հարգարժան գոլեգաները, լինելով բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ, իրենց թույլ չէին տանցնեին այդ տարբեր գիծը։ Որ ասեն գիտեք ինչ առողջություն ունի համանացնի։ Արտիտական, ես կարող ես գործից խոսել շատ ավելի երկար, բայց վստահ եմ սա կհաստատվի գործի դատականության ընթացքում։ Իմ նպատակը բազմախոսքի երությունում նպատակն ինչ է, որ դատավորի իմ կարծիքով շեշտադրեն գործի խնդիրները։ Ես որևէ ապացույցի առանձին չանրացա։ Իմ ասածը շատ պարզ է։ Ֆիքսենք, որ Արծիկ Մինասյանը ապացուցեք, Արմենի պարոն որ Արծիկ Մինասյանը այդ ժամանակահատվածում 2017 թվականի կոնկրետ ամսաթվի, կոնկրետ ժամանակահատվածում, որ արդեն մեղադրանքի մեջ գտնվել է շատ
Սեյրան Հովանյանի մեկ։ Գոնե ապացուցեք, որ նոր պաշտոնի անցած Արծիվ Մինասյանը իզորու է եղել կարգալ այդքան թղթերը։ Գոնե, պետք Գոնե ինչ-որ իրավական ակտ բերեք, նորմատիվ ակտ, չգիտեմ, կարգադրություն, չգիտեմ, որով ֆիքսվում է, որ այն ինչ վերագրվում է ճակերտավոր Պարոն Մինասյանին, Պարոն Մինասյանը պետք է անել ըստ նորմատիվ բազայի, նա պետք է չանել ըստ նորմատիվ բազայի։ Եվ այդքանից հետո Պարոն Մինասյանը ես վստահեցնում ձեզ, որ յուրաքանչյուր փուլ երկա ապացուցեք, թույլ տան խոսեք Պարոն Մինասյանի անունից, էլի։ Այդքան է, որ յուրաքանչյուր փուլ սույնգործի դարձություն ապացուցեք, ես վստահեցնում եմ Պարոն Մինասյանը անձամբ կընդունի իր հնարավորություն։ Շնորհակալ եմ հասկանում։ Շատ լավ, մենք հաջորդի պես կիրանցնենք ապացուցների հետազոտման, արգել դատավարության մասնակիցներ, դատարան 17:30-ին քրեական դատավարությունը արգել դատավարության մասնակիցներ ինքնուրույն պաշտպանություն իրականացնող մեղադրյալներին է թույլ տալիս բացման խոսքով հանդես գա, բայց հայտարարության կարգով խնդրեմ, եթե ունեք որ հայտարարություն անել դատարան թույլատրում է։ Որպես բացման խոսք չէ, բայց որպես հայտարարություն կարող է անել։ Բավական դատարան, ես շատ կարճ ներաբրանքը չեմ իմ պաշտպանը դրա մասին ասած և նաև միաննա մյուս պաշտպանների խոսքերին, որ հետագայում դատավարության ընթացքում ապացույցների հետ մեկտեղ մենք կհիմնավորենք այդ կոչինից նշվեցից։ Դատարան Իպերտարացքի, հողատարացքի, մրցույթի դիմաց չվճարման մասին տեղեկատվությունը հետքրեց հենց ազգային ժողովում։ Դրանից հետո ակնկալում է, որ գլխավոր դատախազը պետք է այսքանից հետո հետ քաշել միջնորդությունը, բայց նա գնաց այս քայլին և ակնհայտորեն մեղադրանք, որից ներկայացված է Հայաստանի Հանրապետության կառավարության անդամի կողմից, նախարարի կողմից իր լիազորությունների շրջանակում իրականացնող քաղաքականությունը քրեականացնելու, ինչը ակնհայտ քաղաքական հետապնդումից, որտեղ այդ նույն տրամաբանությամբ ոչ միայն նախկին, նաև այսօր կառավարության բոլոր անդամների, բոլոր անդամների Իպոլ պաշտոնից սկսած պետք է ներկայացվեց մեղադրանքից։ Այդ չասած ավելի ցածր կարգի պաշտոնատար անձանց։ Հետևաբար հուսամ դատաքննության ընթացքում դեռ շատ կանդրադառնանք օրենքից, իրավունքից, լիազորություններից դուրս ներկայացված մեղադրանքին և չեղած ապացույցներին և վստահեցնում եմ, որ հետագայում այս գործը նաև դառնալ կառնվածների մասով նաև դասավետային գործ։ Ինչ վերաբերում է պարոն Մոհանյանի և իմ այսպես տնկային շահի նկարագրությունը, ուզում նշեցնել, որ պարոն Մոհանյանը և կառավարությունից դուրս է եկել 2016 թվականին դարձել հստակ ընդդիմադիր գործիչ և 17 թվականին ուսումներում պատվարժան դարձել։ Պարոն Մոհանյանը ընդդիմադիր դիսկերից օրը դաշինքում մասնակցում է զգրություններին։
Այսինքն հիմա մեղադրանք է ներկայացնում կառավարության ժամանակվա անդամին, որ ինքը աջակցում է ընդդիմադիրի խմբային շահերից ելնելով, այնքան աբսուրդ է սա, որ ես կարծում եմ նույնիսկ քիչ թե շատ իրավունքից եւ ճշմարտությունից հասկացող մարդիկ միանգամից մերժում են նման մեղադրանք։ Ազգի դատավարության մասնակիցներ դատարանը 17:30 քաղաքի միջնորդություն պետք է քննարկի, մենք չենք կարող դատարանները շարունակել, դատարանները հետաձգվում է հաշվառքի հիմնավորմամբ կշարունակվի 2026 թվականի հունիսի 12-ին ժամը 16:00-ին ներկայացնել համարման վարչության։